Առաջի գործս անասուններ ենք պահում, կովը կթում, մեկ անգամ ես եմ անտարտանում, մեկ անգամ պապը, շատ խնդրում եմ, որ վիրկար մինչև պապիրոս վարումը, ես կովերի տանում եմ գալի արդեն դա դեռ պապիրոս վարումը։ Ծաղկաշատի բնակիչ Գյուլնար Ապարանյանի յուրաքանչյուր օրը վաղ առավոտից է սկսվում, ասում է այլ կերպ տան ամբողջ գործերը հասցնել ոչ մի դեպքում չի կարողանա, չնայած իր ու ամուսնու պատկառելի տարիքին իրենց փոքրիկ տնտեսության գործերը, 9 կովի խնամքը, հավերին կուտ տալն ու տնամերձ այգու աշխատանքները երկուսով են անում, մեկը մյուսին օգնելով։ Առանց աշխատել բակայ տեղն է չի լի։ Մարդը պետք է աշխատի իր ուժի պատածով։ Մամես, ջերի գործը միշտ էլ եփայ հեշտել է, այդ ցավը տանեմ։ Դժվար է։ Ես իմ դժվանքա գեղացուկյան կվապշվե։ Ամուսինները սեզոնին արդեն իրենց տնամերձ այգում կարտոֆիլ, լոբի, կաղամբ եւ կանաչեղենի տարբեր տեսակներ ցանել են, հիմա էլ հողը մոլախոտերից ազատելու ժամանակն է, որպեսզի արդեն դուրս եկած ծիլերն ավելի մեծանան եւ լավ բերք տան։ Մաթոսյան ամուսինները նշում են, որ բանջարեղենի առատ բերքն առաջին հերթին հենց ճիշտ խնամքից է կախված։ Քոլը շուտ է դուրս գալի, քանց կարտոշկե կամ լոբի որ ցանում ենք շուտ է քոլը երես իննում, էլի քախան ենք անում էլի։ Փխրացնում ենք էլ ու ավելի լավ աճի։ Թող ենք տալի, բուգլից եկանում, սար ենք տալի, երկրորդ անգամ այս։ Այդ թող ենք տալի։ Վերջին ամենը որտում եմ սարի տամ։ Սարիները անտարից բերում ենք ու բերում տնգում, խորացնում ու ինքը ծալում է ծիլը սարին բարձրանում է, հետո լոբին բռնում է, քաղալու վաղտե քաղում է։ Որ շատ ալում վաճառում ենք, բայց որ քիչ ալում մեր տնտեսությանը զորի հերիքում էլի։ Բերքի սեզոնին ամուսինների համար մի գործ էլ է ավելանում, քանի որ ընտանիքում երկուսով են, ստացված բերքը երբեմն շատություն է անում։ Մնացածը չեն վաճառում, սակայն այսպես կոչված ավելորդ բերքը չեն էլ փչացնում։ Ամուսիններով խնձորի ու տարբեր տեսակների մրգերի օղի թորելու վարպետներ են։ Չնայած այս գործում չեն թաքցնում, գլխավորը տանտիկինն է։ Սամսոն պապն ուղղակի օգնողի դերում է։ Խնձորից արաղ են քաշում, հետո ըրցնից մասրից։ Շատ ժամանակ պապը մալինա մոշա հավաքում, որ տեն մենք չենք կարում ալավերդի հասցնենք, էտել ենք լրի բոչկ են լկցնում։ Անմահական արաղն են շինում, ուղարկում Մոսկվային բալեն։ Կարամ ձեզ հետ էլ ամեն ինչ մամի շուշադրի։ Անընդհատ աշխատանքի մեջ են, սակայն տիկին Գյուլնարային ու ամուսնուն մտատանջող հարցը մշտապես նույնն է։ Գյուղի շատ ընտանիքների նման բարեկեցիկ կյանքի ձգտումը Գյուլնար Ապարանյանի որդիներին եւս արտերկիր է տարել։ Տարիներ շարունակ տարեց ամուսինների համար մեկ ցանկություն իրենց 4 զավակների ընտանիքներին հայրենի հողում կրկին համախմբված տեսնելն է։ Մենք էլ քիչ համնացել, որ մենք էլ փակենք ներքևիչնենք ալավերդի, բայց մենք չենք կարալ նստենք, աշխատելու սովորենք։ Դա շատ լավ բան է աշխատելը, բայց պետք է տունգաս ուրախանաս, կարոտ մայր է, մեզանից պահանջում է, որ մեր ջահելները մեզ հետ լին, տուն գանք, մի կոֆե հյուրասիրեն, մեր կթած կաթներից, պաներից մեզ հյուրասիրեն, ոչ թե ժամի քանիսն մենք արդեն դեռ սոված ենք, բայց որ չաշխատենք, ոնց ապրենք ծաղկաշատում։ Մանեխ Լոպուզյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։